Բարի լույս սիրելիներս։ Տեր Հայր, արդյոք պետք է աղոթել գործերի հաջողության համար։ Սիրելիներս, կարող ենք աղոթել մեր գործերի հաջողության համար, քանի որ գործի Տերը եւ Պարգևողը Աստված ինքն է։ Բայց ինչ է նշանակում աղոթել գործերի հաջողության համար։ Արդյոք սա նշանակում է մենք պետք է տանը նստենք, աղոթենք, որ Աստված ինքը մեր փոխարեն գործի։ Իհարկե ոչ։ Աստված օրհնում է այն մարդու գործ ու աշխատանքը, որտեղ քրտինք կա, որտեղ քրտնաջան աշխատանք կա։ Աստված օրհնում է մարդու քրտինքից, եթե քրտինք չկա, Աստված ինչը պետք է օրհնի։ Կան երկրորդ մի խումբ քրիստոնյաներ, սիրելիներ, ովքեր հավատում են եւ այդպես էլ ապրում են ու ուսուցանում են մարդկանց, որ մեր գործերը կատարող Աստված ինքն է։ Բավական է, որ մենք աղոթենք եւ մեր գործը վստահենք իրեն, Աստված ամեն բան կանի։ Սա սխալ մոտեցում է, սիրելիներս։ Հակառակը, Աստված ինքը իր գործն է տալիս, որ մենք կատարենք։ Եթե Աստծո գործը մենք փորձենք կատարել, Աստված կօրհնի, մենք հաջողության կհասնենք։ Ճիշտ չէ նստելու մեր փոխարեն Աստված ինքը աշխատի։ Հայրերից մեկն ասում է, որ մենք պետք է Աստծուն աղոթենք, որպեսզի նա մեր աշխատանքը օրհնի, բայց որ ոչ մեր փոխարեն աշխատի։ Աստված ինքը գործը տալիս է մեզ եւ մենք էլ պետք է սիրով, համբերությամբ, հոգատարությամբ այդ գործը կատարենք, որպեսզի օրհնության արժանանանք։ Եվ կան երրորդ մի խումբ քրիստոնյաների, սիրելիներս, ովքեր նախապես պլանավորում են իրենց աշխատանք, իրենց գործ, իրենք ինչ են ուզում, հետո նոր աղոթում են Աստծուն, որ այդ գործը այդպես ճշգրտությամբ կատարվի։ Մոռանալով Աստված ինքն է ճշտում եւ այդ գործը տալիս մեզ, որpեսզի մենք այդ գործի մեջ մեր ազնվությունը, պարկեշտությունը, հավատարմությունը, անկաշար հոգատարությամբ կարողանանք այդ գործը կատարել։ Մենք պետք է հասկանանք Աստված ինչ գործ է ուզում որ մենք կատարենք, որտեղ Աստծո տված ամեն գործի մեջ այդ օրհնությունից բխում է նաև ուրիշների կյանքը, եւ մեր կատարած աշխատանքից է նաև կախված, թե մենք ինչպիսի հասարակություն կունենանք եւ ինչպիսի մարդ կլինենք մենք։ Եթե Աստված ուզում է իր գործը կատարենք, նշանակում է մենք կոչված ենք այս գործի մեջ։ Եթե Աստված ինձ հրավիրել է քահանայության, ուրեմն ես իմ քահանայության մեջ պետք է մաքուր ու ազնիվ ու պարկեշտ լինեմ, որպեսզի Աստծո գործը կատարվի եւ շատ մարդիկ գան դեպի փրկության։ Եվ վերջապես, սիրելիներս, երբ որ մենք որոշում ենք, որ սա ենք ուզում, այն ենք ուզում, սա ենք ուզում, որ մեր ուժերից վեր է եւ ուզում ենք ամեն գնով հասնել դրան, մենք շատ հաճախ հայտնվում ենք պարտքերի մեջ, բանկերը մեզ դատի են տալիս, մենք բանտարկության ենք գնում եւ կորցնում ենք այն ամենը, ինչ որ Աստված նախապես տվել էր մեզ։ Մենք պետք է հասկանանք, ինչ որ մենք ուզում ենք անել, ինչի որ մենք ուզում ենք հասնել, այդ գործը մեր փրկությանը պիտի նպաստի կամ շատ-շատերի համար բարեկեցություն պիտի ապահովի, եթե ոչ, ուրեմն չի կարող այդ գործի մեջ Աստծո օրհնությունն ու ներկայությունը լինել։